Վերադարձանք տաղավար, այսօր շատ մենք չնայած առաջին հատվածում ձեզ զգուշացրել ենք, որ երկրորդ մեր հատվածը հաղորդման շատ հագեցած է լինելու տարբեր հյուրերով եւ կարևոր թեմաների ենք անդրադառնալու, խոսեցինք մշակութային նորերից, նաեւ ամսի 18-ին սպասվող իսպանական միջոցառման համերգի մասին, տեխնոլոգիաների մասին խոսեցինք, այո, մայիսի 19-ին մենք առիթ ունեցել ենք ճիշտ ասած Արտուր Թունջբայաջյանի հետ, վստահ եմ մեր հավատարիմ հեռուստատողները դեռ կհիշեն, առավոտուսով վիկենդի շրջանակներում մենք զրուցեցինք Արտոյի հետ, մի քիչ խոսեցինք սպասվելիք հրաշալի եւ հրաշք համերգի մասին, իսկ հիմա ավելի մանրամասն կզրուցենք հենց գլխավոր մեղավորների հետ արդեն, լավ առումով նկատի ունեմ, մեր տաղավարում քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն են Ճախրուկ հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ նաեւ երկուսն էլ համահիմնադիր, այսպես կարելի ասել։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, ես հիմա Ճախրուկի մասին էլ ավելի մանրամասն կզրուցենք, չնայած որ քիչ առաջ ինչպես նաեւ նշեցի Արտոյի հետ ունեցանք թեթև այսպես անդրադարձ, բայց հիմա հրաշալի անդրադարձ ամբողջությամբ ունենալու հնարավորություն ունենք։ Շնորհակալ ենք հրավերի համար, մեզ համար միշտ հաճելի է խոսել Ճախրուկից, փոխանցել մեր Ճախրուկի ջերմությունը, սերը, այսօր էլ կփորձենք հնարավորինս փոխանցել։ Մենք հիմնել ենք Ճախրուկը Խարբերդի մասնագիտացված մանկատանը արդեն 5 տարի ու հիմնել ենք մշակութային կենտրոն։ Գնանք անցյալ, տեսնենք թե երբ ամեն ինչ սկիզբ առավ, այդտեղից սկսենք մինչև գանք 2025 թվականի մայիսի 19-ը։ Հիշենք այն առաջին օրը, երբ առաջին անգամ մտակ Խարբերդի մանկատուն։ Երբ արդեն խոսեցի, ես արդեն հուզվեցի, որովհետև ինքը լի էր շատ հույզերով, ապրումներով ու արդյունքում ծնվեց Ճախրուկը։ Հիմնական նպատակը Ճախրուկ ստեղծելու ինչու ներկայանում եւ ընթացքում արդյոք ձեր քաղաքականությանը այսպես այլ ճյուղեր արդեն ավելացան ու մի քիչ շեղվեցիք նույնիսկ գուցե այլ նպատակով էր ստեղծվում, հետո այլ նպատակ ունեցավ։ Մեր գաղափարները գնալով խորացավ, Ճախրուկի այն ինչը որ կար մեր մեջ, գնալով ավելի ամրացավ հողին, այդպես Ճախրուկը ինքը մեր թռչունն է, ճախրաբազեն ինքը ներսում ավելի հզոր, բայց արտաքինից նուրբ ոնց որ մեր Ճախրուկի երեխեքն են, Խարբերդի մանկատան սաները, իրենցից յուրաքանչյուրը նվագում է այսօր, ներկայացնում են մշակույթ, երգում են, երգչային երգչախումբ ունենք, էթնոերաժշտախումբ ունենք, ու այսօր մենք համերգային շրջագայություն ենք իրականացնում բոլոր դպրոցներում, բուհերում։ Հրաշալի, բայց երբ բացահայտվեց, որ օրինակ Ճախրուկում, երբ որ այցելեցիք Խարբերդի այդ մանկատունը, այսպես ասեմ, մի քիչ դժվարանում եմ կներեք իհարկե, բայց ոնց հասկացաք, երբ մտածեցիք, որ ախր հենց մշակույթի եւ արվեստի լեզվով պետք է բոլորը կարող են երաժիշտ լինել, ինչու ոչ։ Ես էլ եմ երաժիշտ ու իրենցից յուրաքանչյուրը կարող է նվագել Ես այդ վառ օրինակն եմ ուզում, որ ես դուդուկահար եմ, նվագում եմ ազգային ժողովրդները։ Այդ մենք շատ լավ գիտենք։ Ես նկատում եմ այնտեղ մի երեխա է, որ սկսեց ինչ-որ մի բան, հետաքրքիր պատմություն եղավ սկիզբը, թե ոչ, ես դրա մասին եմ խոսում։ Ոնց ստացվեց այդ ամենը, որոշեցինք, որ կգնանք երեխաների համար կնվագենք ու մեր մեջ գծագրեցինք որոշակի ինչ-որ բաներ, որ միանշանակ կփորձենք երեխեքին սովորեցնենք ինչ-որ մի բան, բայց հնարավորությունը, սահմանները թե ինչքանով կբացահայտես ու որքանով իրեն կարող են դառնալ այն ինչ որ այսօր արդեն իրեն կան որպես արտիստներ, մենք իրենցից խոսում ենք որպես երաժիշտներ այսօր ու այդ ձեռքբերումը դա մեզ համար ամենամեծ ձեռքբերումներ, որ շրջում ենք այսօր երեխաների հետ, որ մեր երաժիշտներն են։ Սպասելիքները այնքան քիչ էր, բայց հետո պարզվեց, որ սպասելիքները շատ մեծ են ավելի քան։ Հնարավորությունները, երբ որ տեսնում ես այդ սահմանափակումները թվացial շատ մեծ են ու քեզ կարծես ինչ որ փակուղու մեջ է դնում, բայց երբ որ գիտակցում ես, որ չկա այլ ճանապարհ, պետք է անցնես, ու չկա իրականում սահմանափակումներ, դա մեր մեջ է ավելի շատ։ Խոսեցիք շրջելու մասին, ներողություն եմ խնդրում։ Վերջին հարցը։ Լավ։ Խոսեցիք շրջագայությունների մասին, որ դպրոցներով շրջագայում եք, ինչ շրջագայությունների մասին է խոսքը։ Դեկտեմբերի 3-ին մեր առաջին մենահամերգն էր Ճախրուկի 5-ամյակի շրջանակներում ու դա սկիզբը դրվեց մեր կարևոր ու մեծ նախաձեռնության, որ մենք մեր էթնոերաժշտախմբով կշրջենք հանրապետության
գյուղերում, մարզերում, դպրոցներում, բուհերում ու խոսել ներառականությունից որոշեցինք, որ պետք չէ, ուղղակի պետք է գործով ցույց տաս ու ներկայացնել ընդամենը ու գիտեք մի հեքիաթային մթնոլորտ է տիրում, մանկավարժները, աշակերտները բոլորը ներկա են լինում ու դպրոցում արկա խնդրով երեխաները, իրենց ծնողները ու դա մի մեծ թևեր է տալիս այդ ծնողներին, որ ոչինչ անհնար չի, ոչինչ կորած չի ու դա դժբախտություն չի, որ ընտանիքում կա նման երեխա։ Տեսեք ոնց են իրականում մեր երեխաները նվագում ու այսօր մեզանից ոչինչով չեն տարբերվում ու կգա մի աստիճան, մի օր, որ արդեն մենք մեր 40 հոգանոց էթնոերաժշտախմբի կազմից ես եւ Աննան դուրս կգանք։ Իրենք արդեն ինքնուրույն կարողանում են ահռելի մենահամերգային ծրագիր ներկայացնեն ու այդտեղ սիրողական մակարդակի կատարումներ չեն։ Երբ որ առիթ կունենաք համերգին ներկա լինելու հստակ հարվածային գործիքների մասը, երգչախումբը, փողային գործիքները, դաշնակահար երեխա, դա մի ֆանտաստիկ հեքիաթային ինչ-որ մի բան է։ Իսկ ինչպես եք որոշում, թե որ երեխան, որ երաժշտական գործիքը պետք է օրինակ կարող է տիրապետել։ Սկզբից ինտուիտիվ էինք դա այդ ամեն ինչը անում, բայց հետագայում ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար միանշանակ մենք այլ կերպ պետք է մոտենայինք։ Արդյունքում ստացվեց մեր ճախրուկը այսպես սիրուն որակով։ Բայց ասեմ շատ կարճ ժամանակահատվածում, ամեն դեպքում այն որակին, որը որ հասել եք այսօր դուք ճախրուկի հետ միասին, շատ կարճ ժամանակահատվածում նման արդյունքներ եք գրանցում, ինչը շատ ողջունելի է ու շատ բարդ։ Երբեմն ասում են, որն է դրա գաղտնիքը, իրականում շատ սիրով, շատ հոգով քո աշխատանքն կատարելն է։ Երբ որ դու այդպես ես մոտենում, չես հասկանում ինչքան անհասկանալի կարճ ժամանակներում ունեցար անհավանական ինչ-որ արդյունքներ։ Այնպես որ ուղղակի պետք է սիրով անել են։ Մենք գիտենք նաև, որ վերջին շրջանում վերանորոգում է տեղի ունեցել, այսինքն երկու սենյակ նույնպես ավելացել է ու արդեն ճախրուկը ունի հնարավորություն այլ ճյուղերի անդրադառնալու։ Որոնք են այդ ճյուղերը ու արդյոք այդ երկու սենյակով բավարարվելու է ճախրուկը թե ոչ։ Կարծում եմ մենք գնալով մեծանում ենք, շատանում ենք, գորգագործության սենյակ մենք ունենք, դեռ աշխատանքները չեն տարվում այդ ուղղությամբ, բայց սենյակները վերանորոգված են, պատրաստ ենք մենք Մասնագետի խնդիր կա։ Մասնագետի խնդիր չունենք, ֆինանսավորման խնդիր ունենք, այո։ Բայց պատրաստ է բարի դասավանդում տեղի կունենա մեր կենտրոնում ազգային բարերի։ Այսինքն կմասնակցեն այն երեխաները, ովքեր որ չեն գալիս ճախրուկ, բայց կարող են գնալ գորգագործության, բարի, սայլակով մեր մանկատան երեխեքը։ Այսինքն նաև հնարավորություն կունենանք այլ երեխաների ներգրավեցակ արի արհեստանոց, այո։ Նաև գիտենք, որ հիանալի ձեռքի աշխատանքներ ունեն երեխաները։ Բացի նրանից մենք կրում ենք այդ շատ գեղեցիկ։ Դուք ոնց որ դատակ ձեռքով չեք եկել։ Այո, մենք Լուսինեի համար ենք բերել, կծկազարդը ոչինչ չէ, որ մեծ հպարտությամբ եւ սիրով ես այն կգրեմ, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շատ գեղեցիկ է։ Անդրադառնանք ամենակարևորին։ Ամսի 19-ին ինչ է սպասվում Գաբրիել Սոնդեկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք ունենք մեծ երազանք։ Ճախրուկ բնակույտի ստեղծումը պետքա, այսինքն քայլերը տանենք դրան եւ այսօր այդ մեծ երազանքին մոտենալու մի փոքրիկ քայլն է, որ մենք պետք է իրականացնենք այդ համերգը եւ յուրաքանչյուր ոք, ով որ գնել է տոմս, իր փոքրիկ ներդրումը լուման կունենա բնակույտի ստեղծմանը, որտեղ որ կապրեն մեր ճախրուկցիները։ Այսինքն համերգի ամբողջ հասույթը, եթե մենք գալիս ենք եւ տոմսեր մնացել են, բայց Այո, որոշակի քանակություն դեռ կա։ Դեռ ունենք հնարավորություն այն ձեռք բերել։ Մի քիչ շատ, այո։ Շտապեք ձեռք։ Այո, դուք դեռ ունեք հնարավորություն այդ հեքիաթին մասնակցելու։ Նաև ասենք ծրագրում ինչ է սպասվում, որպես Հա, համերգային ինչպիսի ծրագիր է լինելու ներկայացված։ Մեր ճախրուկները առաջին երկու համարը Արտո Թունջբոյաջյանի եւ Արմենյան Նևի բենդի հետ միասին կնվագեն։ Դա նրա համար, որ հանդիսատեսը հասկանա, որ իր օգնությունը ում է ուղղված ծանոթանալու մեր հրաշք ճախրուկների հետ ու այնուհետև ողջ համերգային ծրագիրը արդեն կիրականացնի Արտոն եւ Արմենյան Նևի բենդը, նաեւ ճարտարապետական ընկերությունը, ովքեր իրենց ողջ թիմով, շինարարական ընկերությունը, որ մեզ հետ են եւ այդ ճարտարապետական աշխատանքները ներկայացնում են, հնարավորություն կունենանք փոքրիկ պրեզենտացիայի տեսքով ցույց տալ այն հեքիաթային տները,
ծրագրերը, որոնք նախատեսվում է երեխաների համար ու ոչ միայն տներ իրենց համար որակյալ եւ մշակութային զբաղվածություն ապահովող այն ամենին, ինչ որ պատկերացրել ենք ճախրուկ բնակուտում եւ եթե կարելի է մի փոքրիկ բան էլ ավելացնեմ, այդ տների մեր գաղափարը, երբ որ առաջին անգամ մենք մանկատանը հայտնվեցինք, ունեցանք մեր սենյակները, մի ամբողջ պատ նկարեցինք հեքիաթային թաղամաս ու չունենալով որևէ հնարավորություն, բայց շատ վստահ ենք, որ մենք մի օր գալու ենք այդ քայլին ու ամեն օրը այդ մեծ հավատով է եղել, այնտեղ յուրաքանչյուր երեխա այդ պատին ունի պատկերված իր տունը, այսօր արդեն այդ ոչ հավանական թվացող այդ հեքիաթային օրվա սկիզբն է կայանալու մայիսի 19-ին եւ շարունակական աշխատանքները տարվելու են, ելի նախաձեռնություններ, միջոցառումներ, պարզապես այս համերգը Արտոյի եւ Նևիբենդի այո սկիզբն է։ Ես ուզում եի նաեւ ավելացնել այն, որ մեր դուդուկահարը Համլետ Արզումանյանը ինքը իր տոմսը գնել է, ասում է ես ինքս եմ ուզում իմ մասնակցությունն ունենամ իմ տների կառուցմանը ու առաջի գնողներից է եղել Համլետը ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ամբողջ կոլեկտիվը մասնակցել է այդ ամենին, այսինքն կարևորը այստեղ գաղափարն է ու այդ գաղափարը երբ որ դու կիսում ես մարդիկ գալիս միանում են քո գաղափարին ու այսպես մենք այլ արքայլ կմոտենանք։ Այո, գաղափարին ամենակարևորը հավատալն է եւ բացի այս մեծ համերգից ինչ է սպասվում 2025 թվականին։ 2025 թվականին մեր ճախրուկ միջազգային ներառական փառատոնի 5-րդ տարին է եւ այդ նպատակով, քանի որ ճախրուկը սկսվել է մանկատնից, հենց փառատոնը կկայանա Խարբերդի մանկատան մեծ այգում եւ կունենանք միջազգային կոնֆերանս շատ յուրահատուկ թեմայի շուրջ, որը որ կարա լինի յուրաքանչյուրին ոգեշնչող, տարբեր անկախ մասնագիտություններից պետք է բոլորը մյուսների համար լինեն շատ ոգեշնչման վառ աղբյուր ուրիշ միջոցառումներ էլ կունենանք ուսուցողական, հատուկ մանկավարժների, հոգեբանների, երեխաների համար ինքը շատ շարունակական հաջորդական միջոցառումների շարք է լինելու եւ վերջում արդեն երաժշտական մեծ համերգը, որին հարյուրավոր երեխաներ են մասնակցում ու մեզ մոտ այո մարզերից մեծ շեշտադրումը մարզերից ու հանրակրթական դպրոցներից ամենակարևոր արվեստի դպրոցներ, որովհետև մի երաժշտական համար ընդգրկում է մի մեծ հետաքրքիր փունջ երեխաների տարբեր մարզերից ու չենք մի օր է միջոցառումը պետք է փորձենք այդ հարյուրավոր մարդկանց հենց մի օրում կազմակերպել իրենց ելույթները, որովհետև լավ ու վատ կատարումներ, պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ չկա նման տարանջատումներ, բոլորս հավասար մեկ օրում մի քիչ երկար Քանի երեխա կտեսնենք այդ օրը բեմում։ Անցած տարի 350 մասնակից էին, հիմա այս տարի ավելի շատ են ու այդպես մտավախություն ունենք, թե մենք ոնց ենք կազմակերպելու դա մեկ օրում, որտեղ էլի եմ ասում, մեզ համար շատ կարևոր է չտարանջատել տարբեր օրերի, որտեղ ճախրուկը հենց հավասարության մասին է։ Ես վստահ եմ, որ երբ որ մարդ իր սրտում տեղ ունի, հաստատ միշտ էլ տեղ կգտնվի։ Այդտենց խնդիրները, թող խնդիրները այդ տեղը լուծելու հարցում մենակ մեզ այցի գան։ Ամսի 19-ին եւս մեկ անգամ հիշեցնենք, բայց մինչեւ ամսի 19-ին անդրադառնալը երաժշտական, քանի որ այդ լուծումը կարծես թե ճախրուկի մոտ է շատ լավ է ստացվում։ Արդյոք չեք ուզում այդ երաժշտական այսպես տուրնե կատարեք, շրջագայություն կատարեք։ Մի ծրագիր հավաքվի, մեր տաղանդավոր արդեն արտիստների հետ միասին, այո, վարպետներն էլ կան, նաև Արտոյի պես վարպետներ կան, իրենց Արմենիա Նևիբենդով, կարելի է շրջագայություն կազմակերպել, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս ու ավելի շուտ բոլոր երազանքները կարելի լուծել կլինի երեխաների համար եւ հավատքը այսպես էլ ավելի կամրապնդվի։ Սիրով, ոչինչ չի բացառվում։ Սպասենք լավ առաջարկների, մենք սկսեցինք մարզերից, որովհետև մեր գերնպատակը Հայաստանում փոխել այդ ամեն ինչը։ Հետագայում քայլեր կանենք արդեն Հայաստանից դուրս։ Մենք հետևելու ենք, ուրախանալու ենք, ողջևորվելու ենք ձեր բոլոր տեսակի ամենափոքրիկ ձեռքբերումից մինչև ամենամեծ ձեռքբերումները ու պատրաստ ենք միշտ լուսաբանել։ Այո, իսկ մեզ մնում է շնորհակալություն ձեզ ասել այս ահռելի մեծ եւ շատ կարեւոր աշխատանքի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ ձեզ ելներս եւս մեկ անգամ հիշեցնում մայիսի 19-ին Արտո Թունջբոյաջյանի եւ Արմենիա Նևիբենդի հետ միասին, բայց մեր տաղանդավոր եւ հրաշալի երեխաների նաեւ մասնակցությամբ տեղի ունենալու
ֆանտաստիկ մի համերգ, որի ամբողջ տոմսերի այսպես վաճառքի հասույթը տրամադրվելու է Ճախրուկի երազանքին։ Իսկ մենք տների կառուցման։ Իսկ դա իսկապես երեխաների համար երազանք է։ Տոմսեր դեռ կան, կարող եք ձեռք բերել։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ։